Ուզում եմ խոսել մայիսի 28-ին, այսինքն այսօր առաջին հանրապետության տարեդարձի օրը անցկացվող ռազմական շքերթի մասին։ Խնդրում եմ խոսքերս լսել մինչև վերջ։ Ես հպարտանում եմ մեր զինվորականներով։ Ես հպարտանում եմ նրանց քայլերթով, որտեղ է լինի, երբ էլ լինի։ Մենք պետք է հիանանք մեր այն տղամարդկանցով ու կանանցով, որոնք ամեն օր քաջաբար պահում են մեր սահմանները։ Ես հպարտանում եմ այն զինվորական ռազմական տեխնիկայով, որ մեր երկիրն ունի, եւ ես հպարտանում եմ այն ռազմական տեխնիկայով, որ մեր երկիրն ունեցել է եւ դեռ ունենալու է։ Խաղաղությունը գալիս է ուժից եւ ուրիշ ոչ մի բանից։ Բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը։ Իսկ այդ համատեքստն այն է, որ գործող վարչապետը եւ նրա շրջապատը, որոնք ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, կռված մարդկանց, իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել մեր հերոս զինվորների թիկունքում։ Այդ 6 տարիները մեզ բերել են 3 խոշոր պատերազմ, 3 պարտություն եւ երկրորդ հայկական ցեղասպանությունը։ Մեր զինվորականները արժանի են ունենալ լավ ղեկավարություն, այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում հանուն նրա, որ հաճոյանա մեր թշնամիներին։ Սիրելի զինվորականներ, հունիսի 7-ը մեր երկիրը ազատագրելու օրն է։ Մենք պետք է հետ վերցնենք մեր երկիրը, որպեսզի այնպես չլինի, որ դուք ունենաք ղեկավարություն, ձեզ ղեկավարեն մարդիկ, որոնք չեն հարգում ձեր սխրանքը, ձեր ընտանիքի զողողությունները։ Կեցցե հայկական բանակը։